Շվեյցարիայում կայացավ Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովը։ Ժնև մեկնեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Միջազգային այս կազմակերպությանը մեր երկիրն անդամակցում է 1995-ից։ Համամարտկային հարցեր, գործընկերային կապեր ու աշխարհաքաղաքական զարգացումներ։ Այս հարցերն են, որ միավորում են անդամ երկրների խորհրդարանականներին։ Ալեն Սիմոնյանն իր գործընկեր Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ ունի ջերմ ու ընկերական հարաբերություններ, որոնք խորհրդարանական համատեքստում ընդգծվում են փոխգործակցային բարձր մակարդակով։ 151-րդ վեհաժողովը մեկնարկեց քննարկումներով, որոնց շրջանակում էլ մեր երկրի ազգային ժողովի նախագահը միջազգային իր գործընկերներին դիմեց ելույթով։ Առանցքում տարբեր երկրներում տեղի ունեցած ճգնաժամային իրավիճակներն ու հումանիտար կոլապսներն էին, որոնց առերեսվելու ցավոք դեռ այսօր էլ առերեսվում են մի շարք երկրներ։ Հայ ժողովրդի համար այս ընդհանուր քննարկման թեմայի կարևորությունը դժվար է գերագնահատել։ Հեղինակավոր կառույցի ամբիոնից շեշտեց Ալեն Սիմոնյանն ու դրվագ ներկայացրեց մեզ հայերիս պատուհասած աղետալի իրողությունները։ Ազգային ժողովի նախագահը նախ խոսեց 1988-ի Սպիտակի երկրաշարժից, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր եւ 100 հազարավոր մարդկանց թողեց անօթևան։ 113 երկրից հսկայական ծավալի հումանիտար օգնություն ուղարկվեց, ինչը վկայում է, որ միջազգային համերաշխությունն ու հումանիտար գործակցությունը կարող են գերազանցել սահմաններն ու քաղաքական տարաձայնությունները։ Համերաշխության համատեքստում Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Կոսովոյում, Աֆղանստանում եւ Լիբանանում հայ խաղաղապահների իրականացրած առաքելություններին, ընդգծելով, որ մեր խաղաղապահներն արել են հնարավորը պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը եւ նպաստելու կայունությանը։ Մենք կշարունակենք ամրապնդել մեր մարդասիրական կարողությունները եւ ընդլայնել պաշտպանությունը այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ 2023 թվականի սեպտեմբերին ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100,000 հայ տեղահանվեց Ղարաբաղից գալով Հայաստան։ 3 միլիոն բնակչություն ունեցող պետության համար սա կարողությունների եւ դիմակայունության լրջագույն փորձություն էր։ Անդրադառնալով հայկական իրողություններին Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովում ընդգծեց Ալեն Սիմոնյանը։ Կացարան, առողջապահական կրթական ծառայություններ եւ աշխատանք տրամադրելով Հայաստանի կառավարությունն արձագանքեց տեղի ունեցածին կարեկցանքով եւ վճռականությամբ։ Այս փորձառությունը ցույց տվեց, որ նույնիսկ փոքր երկրները առաջնորդվելով սկզբունքներով կարող են իրականացնել մարդասիրության այս տեսլականը, որը ներշնչված է մեր վեհագույն իդեալներով։ Հայաստանը տարածաշրջանում այսօր հանձն է առել կարևոր առաքելություն՝ հաստատել խաղաղություն։ Մարդասիրական աշխատանքն անբաժան է խաղաղության մեր ձգտումներից, շեշտեց մեր երկրի խորհրդարանի ղեկավարն ու անդրադարձավ Վաշինգտոնյան հանդիպմանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը կարևոր քայլ էր տասնամյակներ տևած հակամարտության եւ տառապանքների դադարեցման հարցում։ Նույն օրը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։ Ներկայացնելով Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները Ալեն Սիմոնյանը փաստեց։ Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ, ապահովելով TRIP-ի միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղու նախաձեռնության իրականացումը։ TRIP-ի ենթակառուցվածքային նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից։ Իր հռչակած խաղաղության խաչմերուկ ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը, նախատեսելով երկաթուղու զարգացում, ինչպես նաև մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի եւ կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի եւ հարակից երկրների միջև։ Այս ամենով հանդերձ Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ Ադրբեջանում պահվող անձանց հարցը դեռևս լուրջ մարդասիրական խնդիր է, որը պետք է լուծում գտնի։ Մենք ձգտում ենք գերեվարված անձանց հնարավորինս շուտ ազատ արձակմանը եւ վերամիավորմանը իրենց ընտանիքների հետ։ Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը։ Մենք գիտենք, որ Հայաստանը միայնակ չէ ավելի մարդասիրական աշխարհ կառուցելու պայքարում, այս ձևակերպմամբ շարունակեց իր ելույթը ազգային ժողովի նախագահը։ Ուկրաինայից մինչև Գազա,
Սուդանից մինչև Հայիթի։ Մեր աչքերի առջև տեղի են ունենում մարդասիրական ճգնաժամեր։ Քաղաքացիական անձիկ, կանայք, երեխաներ, տարեցներ շարունակում են կրել տառապանքի բեռը։ Այս ողբերգությունները մեզ համար անհապաղ հիշեցում են այն մասին, որ մեր պարտականությունը մարդկային արժանապատվության պաշտպանությունն է։ Մենք հավատում ենք, որ մարդու իրավունքները համընդհանուր են, եւ որպես այդպիսին, դրանց պաշտպանությունը երբեք չպետք է ընտրողական լինի։ Երկխոսությունն ու խաղաղությունը այլընտրանք չունեն եւ պետք է փոխարինեն անհամաձայնությանն ու պատերազմին, պետք է լինի կարեկցանք, այլ ոչ թե անգործություն։ Այս սկզբունքների պահպանումը մեր համատեղ պատասխանատվությունն է։ Շնորհակալություն։ Վեհաժողովի շրջանակում եղան նաև հանդիպումներ։ Առաջինը Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգարդի հետ է։ Անդրադարձ կատարվեց երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացմանն ու հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի։ Ազգային ժողովի նախագահը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացից, գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին, կարեւորելով անհետ կորած համարվողների հարցը։ Քննարկվեցին նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցեր։ Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում հաջորդիվ կայացավ նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Խոսնակները ողջունեցին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Խորհրդարանների ղեկավարներն ընդգծեցին կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը եւ պատրաստակամություն հայտնեցին աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը։ Արտերկիր կատարած ցանկացած այց Ալեն Սիմոնյանի համար ունի առանձնակի կարևորություն հայաստանյան օրակարգի առանցքային հարցերը բարձրացնելու եւ քննարկումներ իրականացնելու տեսանկյունից։ Այս համատեքստում մինչ Հայաստան վերադառնալ ազգային ժողովի նախագահը վեհաժողովի անդամ երկրների մի շարք գործընկերների հետ քննարկեց մեզ համար զգայուն հարցեր։